Գեոպոլիտիկ համատեքստին անդրադառնալով մեր շուրջը պատերազմ է, դրսում հայտարարություններ են լինում հիբրիդային գործակալների որսի հետ կապված, հասկանալի է, որ դրսից աջակցություն կա, հայտարարություններ են հնչում նաև տարածաշրջանային տարբեր խաղացողների կողմից, այս գեոպոլիտիկ համատեքստում ինչպես է գնահատում ձեր հաղթանակի շանսերը, ընդդիմության հաղթանակի շանսերը, եթե կոնսենսուս կա կոնկրետ անձի շուրջ, կոնկրետ իշխանության շուրջ։ Կոնսենսուս չկա, կոնսենսուսը միայն այսքան ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն է ասել, որ շատ կուզենար, որ Փաշինյանը շարունակեր իր գործունեությունը, որովհետև ինչպես մենք տեսնում ենք, փաստորեն, եթե արտաքին գործերի նախարարը Թուրքիայի դա ասում է, Փաշինյանի գործունեությունը համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության շահերին, ինչպես տրամաբանությունը։ Աջակցության խոստումներ են տրվել հիբրիդային գործակալների, այսպես փնտրտուքների հարցում աջակցելու հետ կապված խնդրակից։ Ես շատ կուզեմ, որ փնտրեն, գտնեն, ինչքան մարդկանց կարծիքը իրենք տեսնեն, այդքան ավելի շատ տարբեր գործիքակազմ են փորձելու։ Այս օրերին իշխանականները նման պնդումներ են անում, որ Սամվել Կարապետյանի այս ընտրություններին մասնակցելու միակ ակնկալիքն այն է, որ ձայները հավաքի եւ Ռոբերտ Քոչարյանին դարձնի վարչապետ։ Սա շնորհակալ եմ շատ, այս հարցը շատ կարևոր հարց է։ Պատկերացրեք 8 ամիս իրենք աշխատել են Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ որ վատ բան գտնեն։ 8 ամսվա ընթացքում որևէ բան չեն գտել եւ այս հայտարարությունները են ապացույցն է, որ չեն կարողանում մարդու հետ կապված ինչ որ բան գտնեն։ Իրեն պետքա կապեն, իրենց պետքա կապեն այն մարդկանց հետ, ում հասարակության մի մասը ունի հակասական վերաբերմունք այլ ուժերի հետ, այսքան ժամանակ մի մասը ունի դրական վերաբերմունք, մի մասը հակասական, այսքան ժամանակ չեն կարողանում, դա ապացույցն է, որ իր հետ կապված հակա ինչ-որ բան չեն կարողանում ասել։ Մարդը պատկերացնում եք 60 տարի աշխատել է ամենալայն մասշտաբով եւ չեն կարողանում բան գտնել, բացասական։ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի տնտեսական գործիչ, պետք է լինի, ես հայտարարում եմ, նոր մարդ։ Մենք պետք է նոր ղեկավար բերենք Հայաստան, տնտեսական ղեկավար, որը լուծի աղքատության հարցը։ Պարոն Կարապետյան, կներեք, Քոչարյանի աջակիցները Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության շատ պատգամավորներ որոշեն աջակցել Սամվել Կարապետյանին, որ նա լինի, մենք աջակցությունը որպես այդպեսին մենք չենք բացառում բոլոր ուժերի կողմից, բայց հաջորդ երկրի ղեկավարը պետք է լինի նոր մարդ, որ այս պառակտումները մեր երկրում վերանա։ Բայց Քոչարյանի աջակիցները ասում են, պարոն Կարապետյան, որ Հայաստանին պետք է ուժեղ առաջնորդ եւ այդ ուժեղ առաջնորդը ոչ թե Սամվել Կարապետյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը։ Այն մյուս կոնկուրենտ օֆիսիալները, որ իշ թեզեր են առաջ տանում, ասում են, որ ընտրություններով հնարավոր չի հաղթել, պետք է գնալ իմպիչմենտի ճանապարհով կամ պետք է լայն կոնսոլիդացիա բոլորը միավորվեն։ Չնայած որ իմպիչմենտականներից մարդը եկավ հիմա ձեր մոտ։ Մեկն ասում են նույն ուժեղ Հայաստան երեխեք հաշտեք ընդդիմադիր ձեր ուժերի հետ, թե փոխադարձ կամ Ընդդիմադիր ասելով միասեր չէ, միատար չէ ընդդիմությունը։ Մենք, քանի որ նոր ուժ ենք, մենք ունենք լրիվ ուրիշ պատկերացում Հայաստանի ապագայի հետ կապված։ Մյուս ընդդիմադիրները ունեին պատկերացում, որը մինչև հիմա իրացրել են։ Լավ են իրացրել, վատ են իրացրել, թող մեր հանրությունը որոշի, բայց իրենց իրավունքն է, իրենց օրակարգը։ Քաղաքական պայքար է, իրենք ցանկանում են ունենան ավելի շատ աջակցություն։ Հայաստանից դուք ընտրողների բերել փորձում գալ իշխանության, ասում է, եթե ԿՊ-ն չլինի իշխանություն, պատերազմ է լինելու, սա արդյոք դիտարկվում է Հայաստանի պատմության մեջ ամենաշատ պատերազմը ազնիվ լինենք, որ իշխանությունն է բերել։ 3 պատերազմ բերել եմ իշխանություն, պատկերացնում եք, նա սարքել է պրոբլեմը, հիմա ուզում է պրոբլեմը ցույց տա, որ լուծում է, այն պրոբլեմը, որ նա է սարքել։ Ու ասում է ես եմ խաղաղություն, 3 պատերազմ ես բերել։ Ինչը նշանակում, ինչն է մեր առհավաճան ու 3 էլ ամեն օր դուրս է գալիս, ասում է եթե սա չանենք կլինի պատերազմ, եթե սա չանենք կլինի պատերազմ։ Ամեն օր որ մեզ վախեցնում է 8 տարի անընդմեջ աշխատում է մեր ինքնավստահության դեմ եւ եթե իրեն հաջողվեց ջարդել այր ինքնավստահությունը, հետագայում ամեն օր դուրս է գալու ասելու է եթե էսի չանենք, օրինակ եթե ընդդիմության
առաջնորդի ուժը գա, Սամվել Կարապետյանը լինի երկրի ղեկավար, ինչ որ բան է մտածելու։ Միշտ ժողովրդին ենթարկելու է վախի, բայց այն վախի, այն պատերազմների արդյունքն է սա, որը նա է բերել, որը նա իր բանակցությունից դուրս գալով է բերել։ Չեմ ասում ագրեսորը Ադրբեջանն է, բոլորս էլ գիտենք, բայց նա քարտեր է տվել, որպեսզի միջնորդների ֆակտորը դուրս գա, միջնորդները էլ չաջակցեն մեզ։ Նա տվել է հիմք դուրս գալով բանակցությունների զրոական կետով սկսելով բանակցությունները, որպեսզի ագրեսորը ագրեսիա կիրառի մեր հանդեպ։